Հաղորդման վերջում մենք ամփոփում ենք գրապանակ նախաձեռնության շաբաթվա արդյունքները, գրքի մասին կարծիքները, հայտարարում հաղթողին եւ առաջարկում նոր գիրք։ Այս շաբաթ մենք առաջարկեցինք ընթերցել Գուրգեն Խանջյանի Ենոքի աչքը։ Ես գրականագետ չեմ, բայց թույլ տվեք հայտնել իմ կարծիքը։ Այս գիրքը ես առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե ժամանակակից հայ գրականությունը չի տալիս ժամանակակից հարցերի պատասխանները։ Հերոսները մեր կյանքից չեն, իրադարձությունները սյուրռեալիստական են։ Սա գիրք է, որտեղ կա ամեն ինչ՝ իրական պատմություն, հողին կպած հերոսներ, սյուժե եւ բարձրարժեք մենախոսություններ ու երկխոսություններ, սիրո, կյանքի, մահվան, հայրենիքի եւ նույնիսկ ռոքի մասին։ Ես այն կարդացի մեծ հետաքրքրությամբ, զարմանքով եւ գերագույն հաճույքով։ Շաբաթվա ընթացքում ի զարմանս մեծ շատ էին արձագանքները, բայց դրանց հիմնական մասը խիստ լակոնիկ էին, այն մասին էին, որ հավանել են գիրքը կամ որ այն ընթերցում են։ Արձագանքներից թերևս ամենադիպուկը ուղարկել է Facebook-ի օգտատեր Տաթևիկ Ժաքյանը։ Ահա թե նա ինչ է գրել. Ենոքի աչքը ստեղծագործությունը ես ընկալում եմ իբրև համամարտկային կյանքի ցինիզմ, սա մի զգացական դաշտ է, որը կառուցվել է սիրո, հաճույքների, հռետորիզմի ու անհայտի միավորմամբ։ Սա կյանքն է մարդու ընկալման սահմաններում եւ սահմաններից դուրս։ Սա գերիրականի մարազնին հետևությունների բառախաղ է։ Իսկ Խանջյանի եթերային ձեռագիրը եւս մեկ անգամ ապացուցում է ցանկացած հարցի երկու կողմ ունենալու հանգամանքը։ Նշանակում է կյանքը բացարձակ չէ, արդի է, հոգեկերտված է։ Եվ ահա մեր խմբագրության որոշմամբ նվերը գիրքը ստանում է Տաթևիկը։ Խնդրում ենք կապվել մեր խմբագրության հետ, կփոխանցենք նվերը, որը ահա այս գիրքն է, հաջորդ շաբաթվանը։ Հաջորդ շաբաթ ընթերցելու ենք Վարամ Մարտիրոսյանի Սերը Մոսկվայում վեպը։ Հեղինակը պնդում է, որ սա առաջին ժամանակակից հայ սիրավեպն է։ Գիրքը դարձել է 2015 թվականի ամենաշատ վաճառվածը, այն տարվա բեսթսելերն է։ Մենք մեկ շաբաթ ունենք կարդալու եւ կարծիքով կիսվելու համար։ Այն գրեք Facebook-ի հաղորդման մեր էջում։ Շատ հեշտ է մտապահել facebook.com/Բանաձև կամ ուղարկեք մեր էլեկտրոնային հասցեին news@armeniatv.am։ Ձեզ հաճելի երեկո եւ ընթերցանություն։ Այսքանը սա Բանաձևն էր, ցտեսություն։